Ողջույն, Սրբազան հռոմեական կայսրությունը կոնֆեդերատիվ պետություն էր և Եվրոպական միության նախատիպը։ Ներկայացնեմ հետևյալ գիրքը։ Գրքի հեղինակը Ֆրիդրիխ Հեր, Սվիշեննե Ռիմսկի իմպերիա, գիրքը հրատարակել է Ցենտր Պոլիգրաֆ հրատարակչություն 2023 թվականին։ 800 թվականի դեկտեմբերի 25-ին Հռոմի Լևոն III Պապը ֆրանկների թագավոր Կարլոս Մեծին Հռոմում թագադրում է կայսերական թագով։ Այդ պահից սկսած փաստացիորեն Արևմտյան Եվրոպայում վերականգնվում է կայսրությունը՝ ի հակադրություն Արևելյան հռոմեական կայսրության Բյուզանդիայի։ 843 թվականին Վերդենի պայմանագրով կայսրությունը բաժանվում է Կարլոս Մեծի թոռների միջև։ Արևելյան հատվածը, որը դառնում է ապագա Գերմանիայի հիմքը, 10-րդ դարում սկսում է հզորանալ։ 955 թվականին Օտտոն առաջին թագավորը Լեխ գետի ճակատամարտում պարտության է մատնում հունգարների քոչվոր ցեղերին։ Շուտով նա արշավում է Իտալիա և 962 թվականին Հռոմի Հովհաննես 12-րդ Պապը նրան թագադրում է կայսերական թագով։ Ստեղծվում է Սրբազան հռոմեական կայսրությունը, որը գոյություն ունենում մինչև 1806 թվականը։ Տարբեր ժամանակներում կայսրության կազմի մեջ են մտել Գերմանիան, Իտալիան, Սիցիլիան, Չեխիան, Հունգարիան, Բուրգունդիան, Նիդերլանդները, Հյուսիսային Բալկանները։ Կարլ 5-րդ Հաբսբուրգի կառավարման ժամանակ Իսպանիան և նրա ամերիկյան գաղութները պաշտոնապես հանդիսացել են կայսրության մաս։ Կայսրը ընտրվում էր աշխարհիկ և հոգևոր ընտրիչների կողմից, չնայած շատ դեպքերում դա ձևական բնույթ էր կրում։ Հռոմի պապերը և կայսերը հաճախակի էին իրար հետ հակամարտության մեջ, հատկապես կարելի է հիշել Հռոմի Գրիգոր 7-րդ Պապի և Հենրիխ IV կայսրի միջև հակամարտությունը։ Սրբազան հռոմեական կայսրության հզորագույն կայսրերն են Օտտոն առաջին, Հենրիխ III, Ֆրիդրիխ առաջին Շիկամորուս, Ֆրիդրիխ II, Կարլ IV Լյուքսեմբուրգ, Մաքսիմիլիան առաջին Հաբսբուրգ, Կարլ 5-րդ Հաբսբուրգ և այլոք։ Բազմաթիվ հանճարներ ծառայել են կայսրությանը։ Օրինակ, փիլիսոփաներ Նիկողայոս Կուզանացին, Գոտֆրիդ Լեյբնիցը, զորավարներ Ալբրեխտ ֆոն Վալենշտայնը, Եվգենի Սավոյացին, ճարտարապետներ Ֆիշեր ֆոն Էրլախը, Ֆիլիբերտո Լուկեզեն և այլոք։ Կայսրության մայրաքաղաքներն են եղել Հռոմը, Ախենը, Պրահան, Վենան։ Իր հազարամյա գոյության ընթացքում կայսրությունը մղել է բազմաթիվ պատերազմներ Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում։ Կիլիկյան Հայաստանը Լևոն II-ի կառավարման ժամանակ և հետագայում հանդիսացել է Սրբազան հռոմեական կայսրության դաշնակիցը Արևելյան միջերկրականում։ Կայսրության խորհրդարանը կոչվել է Ռեյխստագ և 1663 թվականից մշտապես գործող կառույց էր և նստում էր Ռեգենսբուրգ քաղաքում։ Ֆրանսիայի Նապոլեոն առաջին Բոնապարտ կայսեր կառավարման ժամանակ նա ճնշում է Ֆրանց II Հաբսբուրգ կայսրի վրա և նա ստիպված 1806 թվականի օգոստոսի 6-ին հայտարարում է Սրբազան հռոմեական կայսրության լուծարման մասին։ Այսօր այսքանը, շնորհակալություն ուշադրության համար։